Մենք ուղիղ չենք ասի, որ թեկնածու ենք գործուղել Հայաստան, բայց կլինեն նշաններ։ Ահա այս տրամաբանությամբ է գործում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ամենօրյա ռեժիմով Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների վերաբերյալ բացահայտումների ֆոնին։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գալուզինն է Նարեկ Կարապետյանին իր թևերի տակ նռել։ Փոխարտգործնախարարի մակարդակով հերքում են Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիություն ունենալու հանգամանքը։ Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կա հարուցված քրեական վարույթ առ այն, որ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն է ներկայացրել կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնական անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Ավելացնենք, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանց համաձայնում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարի և կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները խմբագրվել են։ Այն, որ ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ հայտարարություններ է անում Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ տիկին Մարիան, նորություն չէ։ Այն, որ տիկինը չի թաքցնում իր համակրանքը Կարապետյանի նկատմամբ, դա էլ նորություն չէ, բայց որ անցել են փոխարտգործնախարարի մակարդակին, դա իսկապես ուշագրավ է դառնում։ Պատկերացրեք, թե որքան կարևոր է Մոսկվայի համար յուրային ունենալը։ Մինչև ընտրությունները դեռ 2 շաբաթից ավել ժամանակ կա, հնարավոր է հաջորդը լինի Սերգեյ Վիկտորովիչը։ Վերջում էլ Վլադիմիր Վլադիմիրովիչը գա ու ասի, բայց ախր խնդրեցի էլ չթողեցիք առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, սենց ոնց կլինի, են Քոչարյանենք էլ արդեն հանգած հրաբուխ են։ Ֆիքսենք նաև, որ Մոսկվան անցել է էժան ու մանր սպառնալիքների, եթե նախկինում Ղարաբաղով ու պատերազմով էին շանտաժանում, այժմ ազդեցության լծակները նվազել են։ Ղարաբաղն օգնեցին վերցնել, պատերազմի սպառնալիք այլևս չկա, որովհետև հաստատվել է խաղաղություն և այդ մասին ասում են նաև Բաքվում, ամենաբարձր մակարդակով։ Ինչ է մնում։ Մանր-մունր կծմթոցը։ Մոսկվայում այլևս չեն կարող ահաբեկել ռուսը չլնի թուրքը ձեզ կուտի խոսույթով, որովհետև հենց Ռուսի աչքի առաջ հայաթափվեց Ղարաբաղը և հենց Ռուսաստանի աչքի առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում եղավ։ Հիշեք, թե որն էր պատասխանը, թե բա սահմանները ճշգրտված չեն, չենք կարող արձագանքել։ Չեք կարող, հիմա էլ գոնե ձեր գործակալներին մի ուղարկեք, Հայաստանում դրանց պակասն առանց այդ էլ չկա։ Եվ այսպես առաջին, այսպես ասած, հուժկու հարվածը եկավ։ Ռոսսելխոզնadzորը ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանի սաղիկների ներմուծումը։ Ստուգումներ են ուզում անել։ Ինչպես ասում են ռուսները, «Էտը իշո ցվիտոչկի», հաջորդ հարվածը ավելի էժան մի բան կլինի։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։